Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողները, Բաց TV-ի եթերում իր աշխատանքները շարունակում է ժամանակն է խոսել հաղորդաշարը։ Այս պահին տաղավարում հյուրընկալում ենք Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանին։ Բարև ձեզ, Տիկին Ղազարյան։ Նախ շնորհակալություն, որ այսօր այստեղ եք։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Տիկին Ղազարյան, մեր հաղորդաշարը առհասարակ նպատակ ունի խոսել երկրի առջև ծառացած խնդիրների եւ դրանց լուծման ճանապարհների մասին։ Նախ միմյանց հասկանալու համար եւ մեր հեռուստադիտողների համար էլ որպեսզի բարձ լինի, հասկանանք դուք խոսելու եք բացառապես քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեսակետից, թե իրավունք ունեք նաեւ ձեր անձնական տեսակետները հայտարարել։ Դա հասկանանք եւ անցնենք ըստ ձեզ երկրի առջև ծառացած խնդիրներին։ Հանգամանքները այնպես են դասավորվել, որ ես, ինչպես երևի աշխարհի բոլոր մարդիկ, ունենք մի քանի ինքնություններ եւ բնական է, որ այդ ինքնությունները այս կամ այն կերպ առկա են մեր խոսակցության մեջ։ Ես ունեմ մասնագիտական ինքնություն, ունեմ այլ աշխատանքային ինքնություն, նկատի ունեմ եւ իմ հետնաֆոնը, հա, բանասիրական է, գրականագիտական, մշակութային, ես մանկավարժ եմ, դասախոսում եմ, ես կին եմ եւ բնականաբար դրանով իմ հայացքները եւ իմ տեսադաշտը այլ կերպ է արտացոլում, քան տղամարդկանցը, ես ծնունդով գյուղից եմ, հետևաբար գյուղական ինքնություն է իմ մեջ նույնպես կարող է խոսել, անտարանջատելի են այդ ինքնությունները եւ ես չեմ կարող ասել, որ մասում կարող եմ նշել, երբ որ հարցը վերաբերի իմ անձնական դիտանկյունին, բայց ես չեմ կարող ասել, որ մասում ինչպես այդպես ակցիանով փոկել իրարից լանցետով բաժանել, թե որ մասում քաղաքական ինքնությունը խոսեց եւ որ մասում մնացածը բնականաբար քաղաքական հարցերի դեպքում առավելապես դրանք համընկնում են քաղաքացիական պայմանագրի պաշտոնական դիրքորոշման հետ, բայց իհարկե կան նաեւ անձնական դիտարկումներ, որոնք այս պահին դեռևս քաղաքական հայտարարությունների մակարդակի չեն հասել, բայց քաղաքացիական պայմանագրի դիրքորոշումները ձևավորվում են նաև իմ եւ ինձ նման այլ մարդկանց դիրքորոշումներից, հետեւաբար մենք ազդում եւ ազդվում ենք միմյանցից եւ դա նույնպես ներկա է լինելու իմ խոսքի մեջ, ինչպես միշտ։ Տիկին Ղազարյան, հիմնական ընդդիմադիրները ոչ պարլամենտական, ես շեշտեմ, որովհետև պարլամենտական ընդդիմության կողմից չեմ նկատում այդպիսի միտում կամ երևույթ, որ պահանջեն նման մոտեցում, ոչ պարլամենտական ընդդիմությունը կարծես միաձայն կողմ է սահմանադրական բարեփոխումներին, կողմ է այն հայտարարություններին, որ անհրաժեշտ է ունենալ ոչ միայն ձնյա իշխանություն եւ նույնիսկ կուսակցությունների մեջ կուսակցությունների մասին օրենքում փոփոխություններ կատարում եւ այլն։ Այս կառավարման համակարգի վերաբերյալ եւ իրավունքների վերաբերյալ որ խնդիրն եք տեսնում որպես գլոբալ խնդիր, որը երկրում առկա է եւ անհրաժեշտ է այդ խնդրին լուծում տալ։ Երկու բան ասացիք, սահմանադրական փոփոխությունների եւ կուսակցությունների մասին օրենքը կամ միգուցե քաղաքական համակարգի փոփոխությունները, սահմանադրական փոփոխությունների առումով ինձ համար առաջնային է եւ ինչպես գիտեք, նաեւ մեր թիմի կողմից հրճակված է այդ օրակարգը, որպեսզի սահմանադրություն լինի քվեարկված։ Ցավոք սրտի մենք այս պահին եւ մինչեւ այս պահի չենք ունեցել ժողովրդի կողմից քվեարկված սահմանադրություն։ Դրանք եղել են տարբեր իշխանությունների կողմից ըստ նպատակահարմարության ներդրված սահմանադրություններ եւ մենք կարծում ենք, որ պատճառը ժողովրդի եւ իրավակարգի միջև խզման հենց դա է, որ ժողովուրդը ինքը չի զգում իրեն սահմանադրության համահեղինակը, թե ինչ տեսք կունենա արդեն դետալների մակարդակում սահմանադրություն, սա արդեն մասնագիտական հանձնաժողովի հարցն է, հանրային քննարկումների հարցն է, հնարավոր է մենք մի առաջարկ անենք քաղաքացիների կամ հանրային խմբերի կողմից, այլ առաջարկներ հնչեն եւ մենք ժամանակի ընթացքում նաեւ այդ տեքստի շուրջ փոփոխություններ անենք, ամենայն դեպս այս պահին մի քանի օր առաջ էլի սահմանադրական հանձնաժողովի ներկայացուցիչներից մեր ֆրակցիայից Արուսյակ Ջուլհակյանի հետ էի խոսում, այդ խոսակցությունը հրապարակային էր, այս պահին հայտնի է, որ սահմանադրական հանձնաժողովը ունի քվեարկած որոշում, որ կառավարման մոդել լինելու է խորհրդարանական, իհարկե առանց կայուն մեծամասնության դրույթի, որը հիմա առկա է սահմանադրության մեջ։ Անշուշտ կայուն մեծամասնության հետ կապված հարցերը գրեթե բոլոր խավերում շերտերում կան, այսուհանդերձ կառավարման համակարգի հետ կապված կարծես ոչ պարլամենտական ընդդիմությունը, տարբեր դրսևորումներ այդ ընդդիմությունների խոսում են ավելի շուտ կիսանախագահական ձևի մասին, քան պարլամենտական։ Չեք կարծում, որ մեր հասարակությունը իրականում պատրաստ չէր այն պարլամենտական երկիր լինելուն, որովհետև մեր կուսակցական համակարգը կարծես անձերի վրա հիմնված լինի, մի անձ, մի կուսակցություն եւ կարծես հենց մի անձնյա իշխանությունը կուսակցության մեջ հետագայում էլ դրսևորվում է նաեւ կառավարման համակարգի վրա, երբ որ արդեն իշխանություն են դառնում։
ամեն դեպքում մենք ունենք երկրում նման փորձեր, որ կուսակցության նախագահները եղել են երկրի նախագահ եւ կարծես միաձայն ինչպես ասել են, այդպես էլ եղել է։ Խառը հարց տվեցիք, իհարկե կուսակցությունների մասին օրենքին չանդրադարձա, հնարավորությունից կօգտվեմ երևի այս ընթացքում, երբ որ այս մի հարցին արձագանքելու կլինեմ, կպատասխանեմ, ոչ չեմ կարծում, ես կարծում եմ, որ խորհրդարանական համակարգը ավելի շատ ճգնաժամերը հաղթահարելուն ուղղված մոդել է, քան ճգնաժամեր ստեղծելու, այլ հարց, որ այս պահին խորհրդարանը իր ամբողջ հնարավորություններով չի գործում, բայց պետք է հաշվի առնել, որ խորհրդարանը արտացոլում է հայ ժողովրդի տրամադրությունները 2021 թվականի դրությամբ, 2021 թվականի գարնան դրությամբ եւ որոշակիորեն դեռևս պահպանում է արտացոլել այդ մարդկանց տրամադրությունները, իսկ թե ինչպեսին կլինի նոր խորհրդարան, դա արդեն նոր հայ ժողովրդի տրամադրությունների հետ կապված է լինելու, այսինքն եթե խորհրդարանական համակարգը խնդիրներ ունի իր մեջ, դա պետք է հասկանալ, որ ներհանրային խնդիրների այսպես մակետն է, հա, խորհրդարանը եղել է նման քննարկում 2020 թվականին եւ եթե հիշում եք վարչապետը նույնպես հրապարակային հայտարարել է, որ այս պահին քննարկումները բաց են երկրի կառավարման մոդելի շուրջ, եթե չեմ սխալվում, հնարավոր է 2021 թվականի մարտի 1-ի հանրահավաքին այդ հայտարարությունը արեց վարչապետը, ես ինքս անձամբ դեմ եմ եղել կիսանախագահական մոդելին եւ շատ հավատում եմ նրան հիմա ինչ որ ասում եմ, ես ինքս անձամբ շատ երկար փորձել եմ փաստարկել թե վարչապետի թե մյուս գործընկերների մոտ, որ խորհրդարանական մոդելը ճգնաժամը հաղթահարելու լավ ձև է, եթե մենք կարողանում ենք իր ամբողջ ինստիտուցիոնալ կարողությունները աշխատեցնել, իսկ մենք դա կարողացանք անել 21 թվականին։ Ես համոզված եմ, որ 20 թվականի այդ խորը ճգնաժամից հետո, երբ հանրային ինստիտուտները, պետական ինստիտուտները իրենք ճգնաժամի մեջ են եւ այդ ճգնաժամի մասին երևի ես բացատրելու կարիք չունեմ, թե արտգոսնախարարության այդ հրաժարականների շարքը, թե գլխավոր շտաբի հայտարարությունը, որտեղ զինվորականները, հա, նաեւ որոշակիորեն հրաժարվում էին իրենց ինստիտուցիոնալ դերը կատարել եւ այդ ճգնաժամի հաղթահարման ձևը եղավ խորհրդարանական ընտրությունները, ես խորապես համոզված եմ, այդ համոզմունքը անհնար է փոխել, որ կիսանախագահական համակարգում, եթե դա լիներ օրինակ նախագահի հրաժարականով եւ նոր ընտրություններով, իսկ խորհրդարանում չլիներ կամ խորհրդարանում լիներ եւ խորհրդարանում եթե պայմանական երևակայական կեսաշխարհը այն մոդելով, այդ մոդելը այն աշխարհի վրա, որում մենք ապրում ենք, ասենք, չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը ընտրվեր, իսկ խորհրդարանում ընտրվեր մեկ այլ մեծամասնություն կամ չձևավորվեր, այսինքն կցված չլիներ երկրի կառավարում նաև խորհրդարան չլիներ կառավարման մասը, այդ ճգնաժամերը չէին հաղթահարվի եւ մենք ընկնենք պերմանենտ ճգնաժամերի մեջ։ Սա իմ համոզմունքն է, ես մոդելավորել եմ, ես ցույց եմ տվել իմ պատկերացումը, թե ինչպես չէր հաղթահարվի ճգնաժամը, եթե մենք լինեինք կիսանախագահական մոդելում, ընդ որում ես այդ նույն համոզմունք ունեմ 2018 թվականի վերաբերյալ։ Այն ժամանակ նույնպես ճգնաժամը չէր հաղթահարվի, եթե ճգնաժամ նկատի ունեմ այն մայիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածը անցում էին, որտեղ կառավարումը անցնում էր հեղափոխական ուժին, այս փուլը չէր հաղթահարվի, եթե մենք չունենայինք խորհրդարանական մոդել եւ ես հիմա սա իմ համոզմունքն է, էլի ինձ դժվար է սրան համոզել։ Եվ հետեւաբար այդ որոշումը կայացվել է շատ քննարկումների արդյունքում, սա այն հարցերից է, որի դեպքում ես կարող եմ ասել, որ ես իմ դիրքորոշումը կարողացել եմ համոզել շատ թվով մարդկանց եւ շատ թվով մարդիկ եկել են այդ եզրակացության, այդ թվում եւ հանձնաժողովի անդամների շատերի հետ ես անձամբ խոսել եմ, այս խոսակցությունը ունեցել եմ եւ կարողացել եմ նրանց համոզել, միգուցե նրանցից ոմանք իրենց սեփական համոզմունքներ են ունեցել, բայց հավելյալ փաստարկներ եմ տվել։ Ես կարծում եմ, որ սա լավ մոդել է, այլ հարց թե ինչպիսի հակակշիռների մեխանիզմ պետք է ունենա այս մոդելը։ Ընդդիմության դերի բարձրացման մասին պետք է խոսել, բայց ցավոք սրտի ընդդիմություն չի մասնակցում սահմանադրական հանձնաժողովի քննարկումներին եւ հետեւաբար մենք ինքներս մեզ պետք է երևակայենք որպես ապագա ընդդիմություն, որպեսզի այդ դերի բարձրացման բալանսը գտնենք։ Նաեւ սա է շատ կարեւոր, որ եթե ընդդիմությունը ունենար ավելի բարձր դեր, քան նախատեսված է գործող սահմանադրությամբ, չնայած մենք ինչ որ դերեր տվել ենք նրանց անկախ մարմիններում անդամներ առաջադրելու, անդամներ նշանակելու ինչ որ փոքր դերեր ունեն, որոնք 18 թվականից հետո են հատկացվել ընդդիմությանը եւ գիտեք հաջողությամբ նաեւ որոշ անկախ մարմիններում իրենց տեխնատուներին առաջադրել են գործող խորհրդարանի ընդդիմությունը ընտրել ենք մենք, որովհետեւ գիտենք որ դա իրենց քվոտան է եւ հաջողությամբ աշխատում են։
Բայց նկատի ունեմ այս հարցերը շատ դետալային մանր քննարկելու հարցեր են, բայց կառավարման մոդելի վերաբերյալ ես կասկած չունեմ, որ սա լավագույնն է։ Տիկին Ղազարյան, շատ լավ նախադասություն ասեցիք, այն առումով, որ երևակայում եք ձեզ որպես ապագա ընդդիմություն եւ ակամայից հարցեցակում, իսկ արդյոք պարլամենտական ընդդիմությունը այսօրվա չի երևակայում իրեն վաղվա իշխանություն, դրա համար իրեն ավելի հարմար է այս մոդելը շարունակել, այս տարբերակը կառավարման շարունակել, որովհետև գաղտնիք չէ ոչ ոքիս համար 15 թվականի սահմանադրությունը ում եւ ինչի համար էր եւ կարծես հիմա նույն այդ մարդիկ մեղադրում են քաղաքացիական պայմանագրին, որ 7 տարի վայելեցին այն ինչ իրենց համար էր եւ կարող են շարունակել թերևս, բայց այսուհանդերձ միգուցե հենց այդ սահմանադրական բարեփոխումների կարիքը չեն զգում իդեմս պարլամենտական ընդդիմության միայն նրա համար, որ հետագայում իրենք լինեն իշխանություն եւ շարունակեն այսպես միանձնյա իշխանությունը, որում հիմա մեղադրվում են Նիկոլ Փաշինյանը։ Երկու բան մտածեցի այս ընթացքում, երբ որ հարցնում եք, նախ ձեր առաջի հարցին պատասխանեմ, որ չեմ համարում, որ հնարավոր է, որ խորհրդարանական ընդդիմությունը գա իշխանության որևէ պահի Հայաստանի պատմության ինձ համար դա աներևակայելի է, նրանք քաղաքական անախրոնիզմ են, քաղաքական ժամանակակից իրողությունների մեջ չեն տեղավորվում, եթե քաղաքացիական պայմանագրին որևէ քաղաքական ուժ գալու է փոխարինելու, նա լինելու է ավելի լավը, քան քաղաքացիական պայմանագիրը եւ ավելի ինքը իր ժամանակը զգացող, քան քաղաքացիական պայմանագիրը։ Ավելի եվրոպամետ, ավելի արևմտամետ, ավելի ռուսամետ, ինչ կա։ Ավելի ժողովրդավար։ Ավելի ժողովրդավար։ Հարցը ոչ միայն ավելի ժողովրդավարի մասն է, ավելի ինստիտուցիոնալ, ավելի ժողովրդավար, ավելի խաղաղարար, չի կարող նախորդ դարի մտքերը ունեցող քաղաքական ուժը բավարարել Հայաստանի ժողովրդի պահանջները, անհնար է։ Եվ հարցը ոչ եվրոպամետն է, ոչ ռուսամետն է, ոչ որևէ բանամետն է, էլի, չգիտեմ, չինամետ կամ պարսկամետ։ Հարցը այն է, որ մարդիկ իրենց ապրելու կանոնների շուրջ ավելի լավ ինստիտուտներ են ուզում, որ սահմանեն դրանք։ Սա կլինի թե սահմանադրության առաջարկի շուրջ եւ կերևա որ քաղաքացիները դա են ուզում։ Մարդիկ ուզում են ավելի լավ դատական համակարգ, մարդիկ ուզում են ավելի լավ դպրոցներ։ Իշխանության հակակշիռների եւ փոխզսպումների մասին ուզում եք թերևս խոսեինք, դուք արդեն սկսեցիք կարծես դատական համակարգից սկսած այս թեման։ Մարդիկ ուզում են ավելի լավ ոստիկանություն, մարդիկ ուզում են ավելի լավ դպրոցներ, մարդիկ ուզում են ավելի շատ ավելի այսպես ասած մարդամոտ ինստիտուտներ, հա, մարդակենտրոն ինստիտուտներ, որոնք երբեմն բյուրոկրատիայի հետևում են թաքնված։ Իրավունքի եւ այդպեսին է, այդպիսի ուժերը պիտի այդպիսի այլընտրանք պիտի առաջարկել քաղաքացիական պայմանագրին հաղթելու համար։ Հակառակ դեպքում քան դեռ քաղաքացիական պայմանագիրը այդ իմաստով լավագույնն է, քաղաքացիական պայմանագիրը շարունակելու հաղթել եւ սա հայ ժողովրդի որոշումն է։ Իրանք մեծ հետ հաշտ են այդ իմաստով, որ առայժմ եղած ընտրանքների միջից լավագույն ժողովրդավարությունը, մարդու իրավունքների լավագույն պաշտպանություն մենք ենք առաջարկում։ Տիկին Ղազարյան, ուզում եմ մեկ այլ տեսակետից քննարկենք կուսակցությունների մեր այսօրվա իրականությունը, չեք կարծում, որ փոփոխությունների իրականում կարիք կա այս դաշտում, թեկուզ օրենսդրական առումով, որովհետև մենք կարծես բազմաթիվ ամեն օր նոր ծագող կուսակցություններ ունենք, բայց այլընտրանք կարծես նախկինների եւ ներկաների մեջ է մնում 1-2 ոչ պարլամենտական այսօրվա դրությամբ ընդդիմության ներկայացուցիչներից բացի, էլ այդ 1-2 ինչը հաշվենք, անընդհատ խոսում ենք այն մասին, որ նախկին եւ ներկա է եւ չկա երրորդ ուժ, որին գնանք։ Եվ ուրեմն, եթե մենք ունենք շատ կուսակցություններ, բայց այլընտրանքը առաջի երկրորդ համարները պայմանական մենք ենք եւ նախկինները, եւ ուրեմն ինչ պետք է անել։ Ես ուզում եմ այդ առաջարկը հնչի, որն է, որովհետև շատ տարբեր կողմերից տարբեր մեղադրանքներ են մեզ հնչում։ Ոմանք մեզ մեղադրում են կուսակցությունների սահմանափակելու մեջ, որովհետև այդ օրենքը որոշակիորեն կարգեր է սահմանում, մյուսները կուսակցությունների չսահմանափակելու մեջ, որոշները առաջարկում են կուսակցությունները խոշորացնել, ինչպես համայնքները, ոմանք արգելել։ Այսինքն ինչ պետք է այս առաջարկի կոնտեքստը որն է, լավ չեմ հասկանում, որ կարողանամ լավ արձագանքել։ Ես կարծում եմ, որ այնպիսի մի բան մեխանիզմ է պետք մշակել, սա իմ անձնական կարծիքը ասեմ, որ բոլորի շահերը հաշվի առնի, բայց չլինի ճնշող։ Հասկացա, ուրեմն Հայաստանի Հանրապետության կուսակցությունների մասին օրենքը, որը փոխվել է 2020 թվականին, հետո եւս մեկ անգամ փոփոխություններ է կրել աշխարհում ակադեմիական մակարդակով աշխարհում լավագույններից մեկն է եւ ես ասում եմ ոչ թե
իմ դիրքորոշումը, իմ ճաշակը, այլ թե քաղաքագիտական ամսագրերում ակադեմիական վերլուծական հոդվածներին հղում տալով, թե իմ քննարկումներից ելնելով, որտեղ ես սրանից մի քանի ամիս առաջ Լեհաստանում մասնակցում եմ մի աշխատաժողովի, որտեղ կային 17-18 երկրներից, եվրոպական, մերձեվրոպական երկրներից ներկայացուցիչներ ու Լոնդոնի համալսարանից քաղաքագիտության դասախոսներից մեկը պատմում էր կուսակցությունների լավագույն իդեալական համակարգի համար եւ երբ մասնակիցներից մեկը մասին եւ երբ մասնակիցներից մեկը հարցրեց ըստ իրեն ներկայացված երկրներից որ երկիր ունի լավագույն կուսակցությունների մասին օրենքը առանց երկբայելու աներկբայորեն այդ մարդը ասաց Հայաստանը Սա մասնագետի է, ակադեմիական մասնագետի վերլուծություն է։ Ինչու է Հայաստանի Հանրապետության կուսակցությունների մասին օրենքը լավը։ Նախ ասեմ, որ կուսակցությունների արգելման, փակման նման հնարավորությունները ես բացառում եմ, որովհետև դա միավորումների ազատությունը խոչընդոտող եւ հետեւաբար հակաժողովրդավարական գործունեություն է։ Հա, նույնիսկ եթե իրանք տարիներով ուղղակի կնիկ ունեն եւ չեն աշխատում եւ այդ կուսակցությունները պրակատով տալիս են տիմերին ինչ որ մեկին մասնակցելու համար այդ անձնակենտրոնության մասին եք ասում։ Իհարկե, եթե այնտեղ չկան հակասահմանադրական տարեր, միայն հակասահմանադրական տարերի դեպքում է թույլատրված միջազգայինորեն կուսակցությունների գործունեությունը արգելել, բայց դա շատ բարդապացուցելի է, եթե դա կանոնադրության մեջ չի ֆիքսված, այլ, չգիտեմ, ռետորաբանության մեջ կուսակցության առաջնորդի։ Երկրորդը, երբ որ ասում եք բալանսավորված լինի, գործող օրենսգրքով 2%-ի շեմը հաղթարած, իսկ 2%-ը Հայաստանի Հանրապետության 20,000 քաղաքացի, այսինքն 20,000 քաղաքացու այս վերջի ընտրությունների մասն եմ ասում 20-ից 22,000 էլի 10 կամ 11 է սովորաբար մի տոկոս լինում 20,000 քաղաքացու համակրանք ունեցող քաղաքական ուժերը, այսինքն 20,000-ից պակաս քաղաքացիների համակրանք վայելող քաղաքական ուժերը չեն մտնում ֆինանսավորման տակ կուսակցությունների։ Դրանից բարձրն է, եթե նույնիսկ խորհրդարան չեն ասում, մտնում են ունեն պետական ֆինանսավորում, ինչ է պետական ֆինանսավորումը, դա բոլոր քաղաքացիների 3 միլիոն քաղաքացու հավաքած հարկերի բաշխումն է քաղաքական ուժերին, որպես քաղաքական ուժերը կանոնան գործունեություն ծավալել։ Ինչպես է բաշխվում այդ գումարը։ Շատ քիչ տոկոս հավաքած կուսակցություններին մեկ ձայնի քանակով տրվում է շատ գումար, այսինքն պայմանական 10 միավոր գումար, հա, 10 դրամ ենթադրենք, էլի սա կոնկրետ թիվը չեմ ասում, որովհետև չեմ հիշում, շատ ամենաշատ ձայնը հավաքած 50%-ից ավել հավաքած կուսակցություններին քիչ գումար, այսինքն պայմանական 1 միավոր գումար, հա, եթե մի ձայնի հաշվով։ Իհարկե սա նշանակում է, որ ամենաշատ ձայն հավաքած կուսակցությունը ավելի շատ ֆինանսավորում կունենա, բայց համամասնորեն ռեգրեսիվ դրամաշնոր է սա, եւ ամեն տարի պետական բյուջեից, եթե կուսակցությունը անցել է աուդիտը, իր բոլոր հաշվարկները թափանցիկությունը ապահովել է, հաշվետվությունը ապահովել է ճիշտ ժամանակին, ամեն տարի բոլոր կուսակցություններին այս ֆինանսավորումը հայ ժողովուրդը անում է։ Բոլորով հավաքում ենք գումար եւ տալիս ենք նրանց։ Ընդ որում անգամներով, տասնյակ անգամներով ավելացավ այդ գումարը, թե միշտ եղել է, ուղղակի համամասնորեն, հա, մի ձայն է այսքան, չգիտեմ, 2 դրամ եւ բոլոր կուսակցություններին տրվել է, բայց համամասնորեն անգամներով բարձրացավ, տասնյակ անգամներով բարձրացավ մեր փոփոխության արդյունքում, ներողություն եմ խնդրում այս պահին թիվը չհիշելու համար, որովհետեւ մենք ելնում ենք այն սկզբունքից, որ որպես կանոն քաղաքական պատվեր տալիս են այն դերակատարները, ովքեր վճարում են։ Եթե կուսակցության պետք է 10 միլիոն դրամ գործունեության համար եւ ինքը դա ստանում է մի օլիգարխից, ուրեմն կատարում է այդ մարդու քաղաքական պատվերը։ Եթե դա ստանում է բոլոր քաղաքացիներից, ուրեմն պետք է կատարի բոլոր քաղաքացիների քաղաքական պատվերը։ Մենք համարել ենք, որ պետբյուջեի գումարները արժի ծախսել կուսակցությունների ֆինանսավորման վրա եւ անգամներով, տասնյակ անգամներով ավելացրել ենք այդ գումարը։ Եվ ես կարծում եմ, որ սա արդար մրցակցային պայման է։ Եթե կուսակցությունները չեն կարողանում, եթե քաղաքական ուժը չի կարողանում, որի դեպ հիմնադրման նվազագույն շեմը 300-ն է, կարծեմ նվազագույններից մեկն է ամբողջ աշխարհում։ 800-ից իջեցրել ենք նվազագույնը 300 հոգով, որ կարողանան հիմնադրել, որովհետև դրա հետ կապված է խնդիրներ ունեն։ Եթե 300 մարդը միասին չի կարողանում 20,000 հոգու համակրանք շահել, դա նշանակում է, որ դա այլևս քաղաքական գործունեություն չէ, դա ինչ որ քաղաքական մտքերի ակումբ է։ Եթե կարողանում է շահել, ուրեմն կստանա ամբողջ հանրապետության քաղաքացիներից ֆինանսավորում եւ այսպես շարունակ Հայաստանի Հանրապետության կուսակցությունների մասին օրենքը վատը չէ։ Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտն է վատը։ Հենց նոր որ ես ասում եմ, որ կուսակցությունների կնիկները պրակատով բառից բուն իմաստով տալիս են տիմերում ընտրությունների մասնակցել, դրա լավագույն օրինակը Գյումրու ընտրություններն էին, որտեղ մասնակցում էին 10
10 թե 11 քաղաքական ուժ, որոնցից 11 կարծեմ, որոնցից 9 ոչ կուսակցական մարդիկ էին առաջի համարները։ Եվ եթե այն երկուսն էլ կուսակցական էին, մեկը մեր Սարիկ Մինասյանն էր, մյուսը Ռուբեն Մխիթարյանը, որոնք կուսակցական էին դարձել 2 ամիս առաջ։ Այո, անձնակենտրոնն է մեր քաղաքական համակարգը, բայց դա չի նշանակում, որ մենք պետքա էլ ավելի անձնակենտրոնացնենք։ Եթե մենք ուզում ենք ժողովրդավար ինստիտուտներ ունենալ, մենք պետքա համակարգերի վրա ներդրումներ անենք, ոչ թե անձերի։ Հիմա այդ խնդիրը կա, որովհետև մենք անցումային փուլում ենք, բայց դա օրենքի մեջ չէ այդ խնդիրը։ Լավ, բա ինչպես ժողովրդի մեջ վստահությունը վերականգնենք այս կուսակցությունների նկատմամբ, որովհետև կարծես եթե օրենքի մակարդակով ամեն ինչ շատ ավելին քան այլ տեղերում դեմոկրատական սկզբունքներով է, ժողովրդավար է, ապա ինչու մենք չունենք այդ վստահությունը կուսակցությունների։ Ձեր հարցը արդար չի, որովհետև ես կուսակցության ներկայացուցիչ եմ եւ ես չեմ կարող հիմա հուշել բոլոր կուսակցական գործիչներին, ինչպես իրեն գնան վստահությունը մեծացնել, որովհետև եթե ես ձևերը գիտեմ, ապա ես գիտեմ միայն ես դա կիրառեմ իմ կուսակցության վրա։ Այդ ցանկացած կուսակցական գործիչ, ցանկացած քաղաքական գործիչ ինքն իր համար պիտի մտածի եւ չակնկալի, որ իշխանությունը իր փոխարեն այդ գործը անելու է։ Դա արդար ակնկալիք չի, որ քաղաքական մեծամասնությունը տնկի եւ ջերմոցային պայմաններում աճեցնի ընդդիմություն։ Ոչ, քաղաքական դաշտը կներեք ջունգլիներ են, պետքա դու դրա համար պայքարես, էլի, չպիտի ակնկալես, որ քեզ ջերմոցի մեջ կաճացնեն եւ կբերի խորհրդարան, չգիտեմ, կտանեն տիմեր, կտանեն այստեղ այնտեղ։ Քաղաքական գործիչները պետքա ինքնուրույն կարողանան այնպիսի օրակարգեր մտածեն, որ ժողովրդին հետաքրքրի, մարդկանց մարմնին կպնի, մաշկին կպնի, առօրյային կպնի։ Եթե այդքան վերացական է իրենց հորինած օրակարգերը, իսկ դա այդպես է, էլի շատ հաճախ այնքան վերացական է, որ նույնիսկ ինձ որպես քաղաքական գործ չի, հետաքրքիր չի քաղաքականապես ուր մնաց մարդկանց, էլի, հետ սովորական մարդկանց հետաքրքրի, որոնք քաղաքական գործիչներ չեն։ Անհնար է այդ վերացական օրակարգերը մարդկանց համապատկերի վրա մարդիկ օգտվում են այն հնարավորություններից, որոնք տալիս է մեկ այլ թևը։ Հիմա օրինակ ձեր թևին մեղադրում են, որ նախընտրական այսպես ենթա հայտարարված, չհայտարարված այսպես նախընտրական արշավի ընթացքում արդեն օրենսդրական փոփոխություններ են կամ ընդհանուր առմամբ փոփոխություններ են նախատեսվում, հայտարարվում, որոնք միայն ձայն կորզելու համար են եւ ոչ միայն նպատակ չունեն, օրինակ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատելը, օրինակ առողջության ապահովագրությունը համընդհանուր եւ այլն, այս կարգի բոլոր փոփոխությունները, որոնք կարծես պիտի որ դրական արձագանք ստանան։ Ով է մեղադրում։ Այլ թևը։ Դիմադիր թևերը։ Ես կուզենայի անվանապես գտնել այդ մարդուն, ով որ մեղադրում է, որովհետեւ մոտավորապես 4.5 տարի է, 5-րդ տարին կլինի այս խորհրդարանը գործում է։ Չկա ամիս, եթե չասեմ շաբաթ, այս ամբողջ ընթացքում, որ ես լսած չլինեմ, որ ԿՊ-ն պատրաստում է արտահերթ ընտրությունների, դուք էլ լսած կլինեք։ Ամեն շաբաթ, երբ 2021-ի ձմռանից, այս դեկտեմբերից սկսած, եթե վատագույն դեպքում 22-ի հունվարից սկսած, ամեն շաբաթ ինչ որ մեկը, ինչ որ մի մամուլում, ինչ որ մի տաղավարում նստած, ասում է, որ ԿՊ-ն պատրաստում է արտահերթ ընտրությունների։ Ու հիմնավորումը հետեւյալն է, պոպուլիստական ռեֆորմներ են անում, որպեսզի արտահերթ ընտրություններ գնան։ Սա լավագույն պատասխանն է ձեր տված հարցին, որովհետեւ ամեն շաբաթ ըստ էության մենք արել ենք բաներ, որոնք թվացել են նախընտրական ռեֆորմ, այսինքն դրական փոփոխություն։ Եվ ամեն շաբաթ տեղի չի ունեցել այդ ընտրությունը, հասկանում եք, հիմա մոտենում ենք հասնենք բանի։ Կոնկրետ ավելի այս քննարկենք 3 ամիս առաջ սրանից զինծառայության ժամկետի կրճատման մասին խոսում 3 ամիս առաջ քննարկվում էր նախագիծ, ըստ որի կարծես ժամկետը մի բան էլ ավելի խստացվում էր, կարծես պայմանները, ովքեր չեն ծառայել, ովքեր կարող են վճարովի հիմունքներով խնդիրը իրենց ծառայության խնդիրը լուծեն, համ վճարեն, համ ծառայեն, այսպես էր ստացվում եւ մեկ էլ տեսնում ես 3 ամիս անց Սա այս նախագծի հետ կապված ավելի լավ կլինի դուք պարոն Սարգսյան Հայկին հրավիրեք ինքը խոսի, որովհետև այն 3 ամիս առաջվա նախագծում էլ էր նախագծի համահեղինակն էլ էր ինքը այս փոփոխության մեջ էլ էր ներգրաված եւ իրենց առաջարկած փոփոխությունների փաթեթը թե գիտեք այդ քաղաքացիություն ստանալու կամ երկրում չգտնվելու, բայց գումարի դիմաց եթե չեն գտնվել երկար տարիներ երկրում հիմա կա գործումը, հա, վերադառնում են 2 ամիս ծառայում են, որոշակի փոխհատուցում են տալիս եւ կամ 2 ամիս կամ 6 ամիս էս տարբեր կարգավորումներ կան, որոնց մասին ես վստահ չեմ, թե լավագույն մեկնաբանողն եմ, այդ ամբողջ փաթեթը Պաշտպանության նախարարությունը եւ Պաշտպանության հանձնաժողովը դիտարկել է մեկ ընդհանուր փաթեթի ներքո եւ երբ որ Պարոն Սարգսյանն ներկայացնում էր այդ նախագիծը, թե ֆրակցիայում, թե եթե չեմ սխալվում, լիագումար նիստում էլ է դա ասել է, որ սա տրամաբանական
քայլերից մեկն է նրա, որը պետք է տանի ժամկետային զինծառայության կրճատման, որովհետև այն տրամաբանություն, որ Պաշտպանության նախարարությունն է դրել նախորդ քայլերի ներքո, որոնք մինչև այս պահը կատարվել են եւ որոնց ժամանակ բոլոր ժամանակ էլ ինձ թվում է այդ աղմուկները դուրս բան են եղել, էլի այդ քաղաքացիություն հրաժարվելու, турքերի մեծացումը, գումարի դիմաց ազատվելու, որը չընդունվեց ըստ էության, բայց գոնե վերադառնալու, հա, եւ քրեական պատասխանատվության չենթարկվել նախագիծը ընդունվել է։ Այդ քայլերը մեզ միշտ հիմնավորվել է, որ սա տանում ենք մենք մեր նախընտրական հիմնական խոստման, այն է զինծառայության ժամկետը, նկատի ունեմ բանակի վերաբերյալ հիմնական խոստման, զինծառայության ժամկետ տարի ու կես դարձնելու ուղղությամբ։ Եվ մեզ համար հիմնավորումներից մեկը դա է եղել կողմ քվեարկելու Պաշտպանության նախարարության բերած եւ նաեւ պարոն Սարգսյան բերած օրենքներին։ Եվ սա տրամաբանական շարունակությունն է այն քայլերի։ Տիկին Ղազարյան, եթե շարունակենք մեղադրանքներ քաղաքացիական պայմանագրին ուղղված, կրճատվել են գրականության, հայոց լեզվի երկար բարակ այս մասին խոսեցինք ընդհանրապես պատմության հետ կապված, եկեղեցու պատմություն եւ այլն։ Հիմա կարող որ հանձնաժողովի նախագահի տեղակալ եք, կարծում եմ այս առումով դուք ավելի լավ կմեկնեք, բանակ իրականում ինչ է տեղի ունեցել եւ ինչու դասաժամերը կրթական հաստատությունները։ Կրթական հաստատություններում գործող չափորոշիչներով։ Նու մեղադրանքը ինչու է, որովհետեւ ասում են թե սա պայքար է մեր ազգային ինքնության դեմ, այսինքն մենք լուծարում ենք այն հիմա ես պատմեմ թե ինչ է տեղի ունենում բանում չափորոշիչներով սահմանված լավ հարց է իդեպ ինձ քաղաքացիները ժամանակ հասցեագրում են եւ ես ոնց առանձին հա պրիվատ եմ պատասխանում իրանց առերեսում եմ պատասխանում սա հրաշալի առիթ է նաեւ հրապարակային պատասխանելու նոր չափորոշիչներով դպրոցների որոշակի ինքնավարություն է տրվել սահմանելու դասաժամերի ծավալը կախված իրենց պրակտիկ կարիքներից եւ կա նվազագույն չափ հիմա կոնկրետ այս դասաժամերի վերաբերյալ չեմ կարող ասել պայմանական 3-ից 8 ժամ հա եթե այսպես ասենք շաբաթական կա նվազագույն չափ սահմանած թե ինչքան կարող ինչքանից ներքև չի կարող լինել դասաժամերը տվյալ առարկա եւ կա վերին շեմ սահմանած թե ինչքանից ավել չի կարող լինել որպես չստացվի ամբողջ շաբաթ օրի 7 ժամ երեխեքը գրականություն են անցնում իհարկե եթե ինձ մնար այդպես կլիներ որտեղ ես ուրիշ բան դասավանդել չգիտեմ իսկ ինչ եւ կա նվազագույն շեմ եւ վերին շեմ որ տարբեր դպրոցներում տարբեր քանակի ժամեր են մի դպրոցում 4 է, մեկում 5 է, մյուսում 7 է, դա արդեն դպրոցը իր ինքնավարության շրջանակում է որոշում, թե ինչպես ինքը կարող է չափորոշիչը իրականացնել։ Կարևորը ինքը այդ վերջնարդյունքը ապահովի, եւ եթե ինքը որոշել է, որ 5 ժամում պայմանական կարող է այդ վերջնարդյունքը ապահովել, ուրեմն 5 ժամ է ընտրում։ Այսինքն դա արդեն բովանդակային տնօրենի որոշման հարց է։ Խտացված տարբերակով եթե 5 ժամում հնարավոր է յուրացնել, թող յուրացնել։ Ես շատ կդժվարանամ տեխնիկական դետալների մեջ մտնել եւ ասել խտացված է, նոսրացված է, ինչ է, բայց չափորոշիչների առումով մենք իրենց արժեվ վերջնարդյունքի պահանջ ունենք դրած, հա, մենք նկատի ունեմ նախարարության չափորոշիչներ մշակող հանձնաժողով դաս ուսանող է աշակերտը ներողություն դասընթացի վերջում պետք է տիրապետի այս նյութին իսկ թե ընթացքում ինչպես կապահովեն դա արդեն դպրոցի տնօրեններն են որոշում ընդ որում այս նախորդ փոփոխության արդյունքով հանրակրթության մասին օրենքի մենք ունենք երկու տեսակի տնօրեններ որոնք զբաղվում են երկու մասի բաժանված գործառույթներ որոնք զբաղվում են տարբեր տիպի առօրյական կենցաղային գործերով, այսինքն վարչական տնօրենները, հաշվապահություն, գնումներ եւ այլն, եւ տնօրենը այն, որին անվանում ենք տնօրեն, ոչ թե վարչական ղեկավար, օրենքով նա ով անվանվում է տնօրեն, միայն բովանդակության պատասխանատուն է եւ պետք է լինի կրթության կառավարման մասնագետ։ Դրա համար էլ իրականում շատ թափուր տեղեր ունենք հիմա այս ոլորտում։ Եվ ինքը եթե կրթության կառավարման ձևը որոշել է, ինքը իր դպրոցում որոշել է, որ կարող է այդ վերջնարդյունքին հասնել այդ կերպ, ես կարծում եմ պետք է այդ հնարավորությունը, ազատությունն ու ճկունությունը տալ դպրոցներին, ոչ թե նախարարը մտնի անձամբ բոլոր դաս, չգիտեմ, վարչապետը բոլոր դասերին գնա անձամբ դասավանդի։ Այդ ակնկալիք հասկանում եք, երբ որ մեզնից ձևակերպում են, ասում են ինչու Նիկոլ Փաշինյանը կրճատեց գրականության ժամերը, չգիտեմ, 156 դպրոցում թողներեն ինձ այդ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները, եթե իրենց դպրոցի անեն այստեղ օրինակի համար բերեցի, այդ նշանակում է, որ իրենք պատկերացնում են, որ բոլոր դասարաններում ու լսարաններում Նիկոլ Փաշինյանը պետք է դասախոսի, ընդ որում երբ որ դասախոսում էլա բողոքում են նաև նման պրակտիկա կա նկատի ունեմ այդ ճկունությունը հնարավորությունը ազատությունը ինքնավարությունը ինքը իրենց գլխի տերը լինելու իրենց որոշումների համար պատասխանատվություն կրելու ազատություն պետք է տալ դպրոցներին եւ իհարկե մնացած մարմիններին նույնպես
իշխանությունը պետք է բաշխել բոլորի միջև։ Ընդհանրապես վերջին շրջանում քաղաքացիական պայմանագիրը կրթություն է քարոզում, սկսած Տիկին Անա Հակոբյանի կրթությունը նորաձև է։ Ուզում եմ նաև նշել այստեղ, որ Տիկին Հակոբյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ չէ։ Հասկանում եմ, այսուհանդերձ վարչապետի Տիկինն է եւ ակամայից կապվում է։ Իսկ պարոն վարչապետը հայտարարում է, բազմաթիվ անգամ հայտարարել է, որ մարդիկ ստանում են այնքան գումար, որքանով կարողացել են կրթվել եւ որքանով կարողացել են իրենց իրացնել որպես աշխատակից լավագույն կադր։ Հիմա հասկանում ենք այդ ամենը, որ ժամանակին համահունչ կրթություն պիտի լինի, որ սա ուղղակի ասելով չէ, համակարգը պիտի 0-ից մինչև բարձրագույն կրթության բոլոր դրսևորումները ունենալ իրապես ժամանակակից կրթություն, որպեսզի մրցունակ աշխատող լինես, այսուհանդերձ կարծես անարդարացի բան կա սոցիալական արդարության տեսակետից, երբ մարդիկ, ովքեր որոշակի տարիքային խմբում են, առողջական խնդիր, ընդհանրապես մարդիկ, ովքեր երբեք իրենց տանից դուրս չեն եկել եւ չեն պատկերացնում աշխարհը ինչպիսին է, ինչ կարելի է անել այս աշխարհում։ Կարծես այս մարդկանց դնում ենք մի կողմ եւ ասում ենք, որ դե ձեր ճակատագիրը այսպիսին է, համակերպեք այս իրականության հետ։ Դուք վարչապետին ճիշտ չեք մեջբերում։ Վարչապետը ոչ մեկ անգամ բոլոր դեպքերում, երբ որ խոսել է կրթության եւ աշխատաշուկայի կապի մասին, ասել է քաղաքացիների 80% դեպքերում մարդկանց կրթությունը եւ բարեկեցությունը փոխկապակցված է։ Եվ դրանից հետո միշտ ես ինչքան որ լսել եմ շարունակել է, թե ում նկատի ունի այդ 20%-ը ասելով։ Եվ նկատի ունի թե հանգամանքների բերումով անարդարացիորեն այդ շուկայից դուրս մղված մարդկանց, ովքեր լավ կրթություն ունեն, բայց հանգամանքներ դուրս են մղել, թե հաշմանդամություն ունեցող մարդկանց, թե այլ սոցիալական խնդիրներ ունեցող մարդկանց, որոնք չեն կարողացել իրենց կրթությամբ հաղթահարել աղքատությունը դեռևս։ Բայց արդար չի այս ձևակերպումը վերագրել վարչապետին եւ ես կխնդրեմ վերադառնալ եւ այդ հայտարարությունները հրապարական ելույթների տեքստերը նորից լսել, որովհետեւ ինքը չափազանց զգայուն է այս հարցերի նկատմամբ, չափազանց կոնկրետ է այս հարցերի նկատմամբ։ Ինքը ասում է, ես այն 20%-ի դեպքում չեմ համարում, դա այս պնդումը արդարացի։ Եթե վերադառնանք այն 80%-ին, իհարկե ճշգրիտ է, որ լավ աշխատանք ունենալու համար պետք է լավ կրթություն եւ լավ կրթությունը հնարավորություն է տալիս լավ աշխատանք ունենալու, ընդ որում երբեմն վատ կրթությամբ էլ է հնարավոր լավ աշխատանք ունենալ, նենց որ այն 20%-ի շարքում գրասենք այն հաջողակներին նաեւ բայց ինչ վերաբերում է սոցիալական խմբերին, որոնք իսկապես չունեն հմտությունները։ Ես գիտեմ, ես ճանաչում եմ այդ մարդիկ ինձ գրում են աշխատանք փնտրելու հետ կապված հարցեր եւ ես այդ մարդկանց հետ շփվում եմ։ Հարցը ոչ այնքան եւ ոչ միայն կրթությունն է, չնայած դա շատ մեծ տեղ է զբաղեցնում, որքան նույնիսկ աշխատանք փնտրելու հմտություն չունենալ, հասկանում եք, ջոբեյի կամ work-ի տեղը իմանալ կամ CV-ը ասմելը դա էլ է հմտություն։ Մարդիկ չգիտեն ոնց աշխատանք փնտրեն, նույնիսկ եթե ուզում են։ Պահանջարկ կա ժամանակակից աշխատաձևերով, աշխատատեղերով։ Այսինքն աշխատանքի պահանջարկ կա, գուցե ցածր աշխատավարձով, բայց այն արտասահմանցիները, որոնց մենք տեսնում ենք փողոցներում, մարզերում, շինարարության մեջ, գյուղատնտեսության մեջ ներգրավված ցանկացած գյուղ, եթե գնաք այսօր, գյուղատնտեսության մեջ ներգրավված օտարերկրացիների կտեսնեք միգրանտների, ովքեր աշխատանքային միգրանտներ են։ Գուցե աշխատավարձ չափ չի բավարարում քաղաքացիներին, չգիտեմ ինչ առաջարկ են անում այդ շուկայում գործատուները, բայց որ Հայաստանում աշխատանք կա, դա հաստատ է, թե ինչպես հանդիպացնել այդ աշխատողին եւ հաստիկին, թափուր հաստիկին, դրանում իհարկե սոցիալական հարցերի նախարարության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության կենտրոնի աշխատողների ուրեմն գործառույթն է մեծ, բայց պետք է հասկանալ, որ իրանք էլ այս շուկայի պրոդուկտ են եւ երբեմն իրանց նույնպես պետք է կատարելագործել, վերապատրաստել, շատ ներդրումներ անել, բարձր աշխատավարձ տալ, որ լավ մասնագետներ գան, որպեսզի այդ լավ մասնագետները օգնեն մնացած մարդկանց կազմակերպել իրանց կյանքը, վերավորակավորվել։ Այսինքն այս ամբողջը շղթայի մեջ է ու եթե հիշում եք նաեւ այս վերջին հանդիպումներից մեկի ժամանակ վարչապետը նաեւ ասաց, որ հնարավոր է, որ մեր համակարգային խնդիրները չլուծելու հիմնական բաղադրիչը պետական ապարատի ցածր աշխատավարձերի մեջ է, այսինքն մարդիկ, ովքեր կարող են լավ համակարգներ դնել, որպեսզի աշխատողը եւ աշխատանքը հանդիպեն իրար, այդ մարդիկ աշխատում են ինչ-որ բիզնեսի PR բաժնում։
եւ ստանում են աշխատաբաշխական աշխատավարձ, մինչդեռ օրինակ մեր համակարգում աշխատողները միջինում 250,000, գուցե ավելի ցածր 150-200,000-ով աշխատում են։ Եվ իհարկե նաև վարչապետը ասաց, որ պետքա ինչ-որ պահի գնալ այդ բանի արմատական լուծմանը, միգուցե հաստիկները պակասացնելու գնով, բայց պետքա էլի պետական ապարատում ներգրավել լավ մասնագետների։ Որոշակի առումով այս առումով էլ այս տեսակետից է քննադատություն հնչեց, որտեղ ասում են, թե նվազագույն աշխատավարձը բարձրացնելու փոխարեն խոսում են միջինից բարձր աշխատավարձների բարձրացման անհրաժեշտության մասին, որպեսզի լավագույն մասնագետները մնան։ Բա ինչ անեն այն մարդիկ, ովքեր նվազագույն աշխատավարձով են աշխատում եւ կյանքը թանկանում է, գնաճը կա, բազմատեսակ հարկային դաշտը գնալով ընդլայնվում է, որքան է մենք համահավասարեցրեցինք, չնայած նրան, որ այդ համահավասարությունը կարծես ոմանց համար կրկին անարդար թվաց, կարծես շատ ավելի ունեցողը ավելի քիչ սկսեց վճարել, իսկ քիչ ունեցողը ավելի շատ փաստացի եւ այստեղ այս անհավասարության խնդիրը կարծես չլուծվեց, որը ինչու եմ ես այս անհավասարության խնդիրը շեշտում, որովհետև 18 թվականին կարծես ժողովուրդը այդ անարդարությունից էր հոգնել, ձանձրացել եւ ձերբազատվեց նախկին, հիմա արդեն նախկին կոչվածներից։ Հիմա այդ անհավասարությունը կարծես որքան էլ որ մենք հայտարարություններով հանդես են գալիս, չի ուղղվում եւ իրավիճակը չի շտկվում։ Ես կարծում եմ, այս հարցում դեռ լավագույն զրուցակիցը կարող է լինել պարոն Թորոսյանը, իհարկե ինչքանով որ ես տիրապետում եմ տվյալներին, կփորձեմ դες փոխանցել, որովհետեւ էլի պետք է ասեմ, որ թե տնտեսական հաշվարկներին, թե ծայրահեղ աղքատության ցուցանիշների ամենօրյա տեմպով չեմ կարող տիրապետում եւ դրանք ոնց որ տարեկան զեկույցների եւ այլնի մեջ են մեզ հանդիպում։ Մենք երկու անգամ բարձրացրել ենք նվազագույն աշխատավարձերը եւ ես կարող եմ համաձայնել ձեր այն պնդման հետ, որ որոշակի սոցիալական անհավասարության կամ անարդարության զգացում կան մարդիկ, որ ունեն եւ նրանք չեն վերացել, դժվար է երբևէ վերանան, նրանց տոկոսները պետք է փոխվեն։ Բայց համաձայն չեմ այն պնդման հետ, որ սոցիալական անհավասարությունը միայն աշխատավարձի մասին է։ Սոցիալական անհավասարությունը նաև հասանելիության մասն է, օրինակ կրթության հասանելիության մասին։ Մենք խոսում ենք ներքին միգրացիայի գործընթացներից, որ Երևան դարձել է այսպես մոնստր քաղաք, բոլոր տեղերից գալիս են Երևանում են բնակեցվում։ Եվ չենք նկատում, թե ինչն է դրդում մարդկանց գալ Երևան։ Շատերի կարծիքով քաղաքներ դեպի հոսքը պայմանավորված է աշխատաշուկայով։ Մինչդեռ հետազոտությունները ցույց են տալիս, որ շատ ծնողներ պարզապես լավագույն դպրոցներն են ընտրում իրենց երեխաների համար եւ երեխաների հետևից գնում դպրոցի հետևից։ Այսինքն, եթե ես նախորդ տարվա տվյալներով, եթե չեմ սխալվում, Բյուրականամերձ գյուղերից մեկի մասին եմ խոսում, այդ գյուղում մոտավորապես 300 երեխա կար, դպրոցում 30։ Որովհետև այդ գյուղում ապրող ծնողները իրենց երեխաների ձեռքից բռնում առօրն է տանում են քաղաքի դպրոց եւ ժամանակի ընթացքում իրենք տեղափոխվելու են քաղաք։ Ժամանակի ընթացքում իրենք տեղափոխվելու են քաղաք։ Եթե կրթության հասանելիությունը համար իհարկե խնդիր կլինի։ Կրթության հասանելիությունը ապահովի, առողջապահական ծառայությունների հասանելիությունը ապահովի, ենթակառուցվածքների հասանելիությունը ապահովի եւ այլն, այստեղ է այդ անարդարություն, որ ասում եք անհավասարություն, անարդարություն, դա ոչ միայն հենց աշխատավարձի մեջ է, այլ նաև հասանելիության, որակյալ ծառայությունների հասանելիության։ Մենք ոչ մեկ գյուղում կարող ենք հիշել դեպքեր, երբ որ ասֆալտապատված էր միայն գյուղապետի փողոցը։ Այո։ Բազմաթիվ նման դեպքեր կային։ Եվ եթե գյուղապետի երեխաները դպրոցից վերադառնում էին մաքուր ոտներով, մնացած մարդկանց ընտանիքի երեխաները դպրոցից վերադառնում են ցեխոտ ոտներով։ Եվ սա նույնպես անհավասարություն է։ Պետք չի այդ անհավասարությունը չափել գումարի չափերով։ Ես կարծում եմ, որ այդ անարդարության հաղթահարման ճանապարհն ենք մենք այսօր, թե մանկապարտեզների դպրոցների կառուցման, թե ենթակառուցվածքների կառուցման, թե պոլիկլինիկաների կառուցման եւ այլ տիպի ենթակառուցվածքների ստեղծման միջոցով։ Շատ հաճախ հատկապես նախընտրական շրջաններում հիմա օֆիցիալ հայտարարած թե չհայտարարած այսուհանդերձ նախընտրական պայքարում հանդես են գալիս հայտարարություններով, նախագծերով եւ այլն եւ կարծես հետագայում այն հաշվի տվողականությունը, որ պիտի լիներ, իսկ ինչ պատահեց այդ նախագծերի հետ, որքանով արդյունավետ դրանք եղան, եթե իրականացվեցին, չիրականացվելու դեպքում ինչ կորուստներ մենք դուք մեզ կթողեք հաշվետվություն չտանք։ Ես ուզում եմ հարցնել օրինակ մի ծրագրերից մեկի հետ կապված, որը քաղաքացիական պայմանագրի իշխանության օրոք եղավ, ի գործ
նախագիծ կար, որ արտասահմանից լավագույն կադրեր հրավիրվեցին։ Ինչ արդյունավետություն եղավ, որքանով դա ազդեց որակի եւ մասնագետների վերապատրաստման, ես ենթադրում եմ դրսի մասնագետից մեկ ակնկալում էինք փորձի փոխանակում, որպեսզի մեր մասնագետների որակավորումը բարձրանար։ Եթե պարոն Սինանյանի զեկույցը բյուջեի հետ կապված լսել եք, միգուցե բյուջեի ժամանակ չէ, բայց կատարողական ժամանակ հաստատ ինքը այդ թվերը նշել է, երկրորդ ծրագիրը շարունակում է գործել, իհարկե գուցե ոչ այն մասշտաբներով, որոնք մենք կարող ենք ակնկալել, միգուցե նաև որոշակի հետաքրքրությունը նվազել է հանգամանքների բերումով Հայաստանի նկատմամբ, բայց մի քանի տասնյակ աշխատողներ, այդ թվում փոխնախարարներ կան, որոնք հենց հիմա Հայաստանում շարունակում են իրենց աշխատանքը, երկրորդ ծրագրի միջոցով են եկել Հայաստան եւ շարունակում են եւ նաեւ տարբեր առանձին կազմակերպությունների տնօրեններ, նկատի ունեմ պետական կազմակերպությունների մի քանի տասնյակ մարդ հիմա աշխատում է եւ ամեն տարի թարմացնում է տվյալները Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը շարունակեք։ Ձեզ մեղադրում են այս առումով այն խնդրում, որ դուք կարծես քաղաքացիական պայմանագիրը կարծես կտրեց կապը Սփյուռքի հետ։ Քանի որ դուք ասում եք, որ շարունակվում է ծրագիրը եւ այլն, ուզում եմ հասկանալ, որտեղ է այստեղ ճշմարտությունը, որքանով եք դուք տեսնում ընդհանրապես Սփյուռքի ներկայացուցիչների դերը Հայաստանում։ Սա չափազանց բարդ մշակութաբանական, մարդաբանական հարց եք տալիս։ Իհարկե Սփյուռքից շատ մասնագետներ կան, որոնք վերադարձել են Հայաստան, ապրում եւ աշխատում են այստեղ, կան որոնք մնացել են Հայաստան, ոչ թե գնում գալիս են, եւ պետք է հասկանալ ինչ մենք նկատի ունենք ընդհանրապես Սփյուռք ասելով, մենք նկատի ունենք ավանդական Սփյուռքը, թե մենք նկատի ունենք հետխորհրդային Սփյուռքը, որոնք շատ տարբեր մարդիկ են, նկատի ունեմ այդ ավելի շատ դեպի ԱՊՀ երկրների, մասնավորապես Ռուսաստան գնացած Սփյուռքը, թե դրանից առաջվա Սփյուռքը։ Էական տարբերություն կա մշակութաբանական առումով, թե իրանց հետ ոնց պետք է աշխատես։ Այսինքն ռուսիֆիկացումը ավելի շատ է եղել ԱՊՀ դե բնականաբար ավելի հայամետ են մնացել։ Եթե վիճակագրության նայենք, իհարկե Ռուսաստանում ավելի հեշտ են ռուսանում, հա, որովհետև այդ երկրի մշակույթն է այդպեսին, բացի այդ չկա լավ բան էլի, այդպես այդ բառը գաղութի մշակույթ լավ չկա, էլի ավելի լավ գիտեն լեզուն, ավելի արագ են ադապտացվում եւ ավելի արագ են փոխում։ Այդ չի խնդիրն է, որ դրանք շատ տարբեր մարդիկ են։ Եվ Սփյուռքի հետ աշխատանքը, եթե մարդկանց հետ աշխատելու մասին է, այստեղ շատ բազմաշերտ աշխատանքի հետ է կապված, բայց ես կարծում եմ Սփյուռքի լավագույն փոխկապակցվածությունը Հայաստանին կարող է լինել քաղաքացիության միջոցով, որովհետև եթե մարդու քաղաքացիությունը տվյալ երկիրը չէ, ինքը անխուսափելիորեն կապված է այն երկրի շահերի հետ, որի քաղաքացիությունը կրում է։ Ասում եք, չի կարող ասենք Ռուսաստանի քաղաքացու կամ, չգիտեմ, Իսրայելի քաղաքացու կամ ինչ ասեմ, Կանադայի քաղաքացու համար Հայաստանի շահերը իհարկե էմոցիոնալ առումով սենտիմենտ տուրիզմի վրա կարող է թվերը ազդել։ Տուրիզմի վրա, որ կգան կնային Գառնի Գեղարդսեփան, Արարատ եւ այլն կգնան տուն։ Բայց բանի պետության մեջ ներդրման առումով դրա լավագույն ճանապարհը քաղաքացիությունն է։ Եվ այդ առումով Հայաստանի Հանրապետությունը բավական բաց է ծագումով հայերի նկատմամբ, այսինքն ամենահեշտը Հայաստանի Հանրապետություն քաղաքացիություն կարող են ստանալ ծագումով հայերը իրենց արյան իրավունքով եւ քաղաքացիության իրավունքով, եթե ծնողները քաղաքացի են եղել, ինքը ծնվել է դրսում։ Շատ արագ կազմակերպվող գործընթաց է, եւ եթե ինքը ծագումով հայ չնայած ծնողները հայաստանցի չեն եղել, քաղաքացի չեն եղել, էլի շատ արագ կազմակերպվող գործընթաց է։ Եթե նայեք, ասենք, չգիտեմ, նախորդ տարիների ընթացքում ոչ հայ, նախորդ տարվա ընթացքում, եթե չեմ սխալվում այս թվի հարցում, ոչ հայ Հայաստանի քաղաքացիություն ստացած մարդիկ եղել են 14-15 հոգի։ Միշտ հարյուրավոր մարդիկ կարողանում են մանավանդ այս ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին հարյուրավոր մարդիկ վերադարձել եւ ստացել են Հայաստանի քաղաքացիություն, որովհետեւ Հայաստանի անձնագիրը բանի սպասում է նաեւ գրավիչ է, նաեւ ավելի ապահով է, քան մենք սովորենք ինքներս մեր մասին ասել, եւ Հայաստան բավական գրավիչ երկիր է համեմատած շատ այլ իրավիճակների հետ։ Քանի որ գաղութի պահպանության մշակույթի մասին խոսեցինք, այսպես անխուսափելի է հարցը եկեղեցիների հետ կապված գաղտնիք չէ, որ եկեղեցին մեզ պահեց հայ պահեց այն ընթացքում, երբ մենք պետականություն չունենք, եւ հիմա այս process-ները, որոնք տեղի են ունենում տարբեր եկեղեցականների հետ կապված, գնահատվում են մեծամասամբ, գնահատվում են որպես
ինքնության եւ վերջին հանգրվանի միավորման վերջին հնարավորության դեմ պայքար կազմալուծում ենք եկեղեցին, որպեսզի կազմալուծվի հայի ինքնությունը։ Ես մի քիչ բան կանեմ, ոչ քաղաքական պատասխան կտամ սրան, այլ ավելի պատմամշակութային շերտից արձագանքեմ, եթե կարիք լինի նաև կարող եմ քաղաքականապես արձագանքել ձեր ասածին, ինչ են անում գաղութներում հոգևորականները, հոգևոր առաջնորդները հայկական գաղութի, այնտեղի ապրող հայերի, մկրտության վկայական ունեցող հայերի հետ, հայերի համար ներկայացնում են նրանց շահերը պետության առջև։ Ինչ է արել Հայաստանում առաքելական եկեղեցին 100-ամյակներ շարունակ, այս տարածքում, որտեղ մենք հիմա նստած ենք եւ խոսում ենք իրար հետ, լոկացիայի իմաստով, բայց ոչ պետության իմաստով, հա, երբ որ այստեղ եղել է պարսկական կայսրություն, երբ որ այստեղ եղել է ռուսական կայսրություն, սրանց մի ոտենկում եղել է ցարական կայսրություն, դրանից առաջ արաբները, մոնղոլները, բոլորը էլի ով որ չի ալարել այս խաչմերուկով անցել է, հայկական եկեղեցին ներկայացրել է հայ ժողովրդին, հայաստանցիներին, մկրտության վկայական ունեցողներին, այն պետությունների առջև։ Այս պետության մեջ ինքը այդ գործառույթը չունի, որովհետև այս պետության, հայկական ազգային պետության, որի հիմնադիրը հայ ժողովուրդն է, իշխանությունները ներկայացնում են հայ ժողովրդին։ Եվ հետևաբար ինքը մոլորվել եւ խճճվել է իր գործառույթներում, որովհետև ինքը այդ որ ասում եք պահպանեց հայ ազգը, այդ հենց այդպես է պահպանել հայ ազգը։ Պետության բացակայության բերումով է պահպանել հայ ազգը, որովհետև չի ունեցել պետական հիմա եթե ցույց տակ միտքս վերջացնեմ, վերջում կգանք այդ եզրակացության, չի ունեցել պետություն եւ ներկայացուցիչն է եղել հայ ժողովրդի։ Հիմա հայ ժողովրդի ներկայացուցիչը Հայաստանի ընտրություններով ձևավորված իշխանություններն են։ Մենք ներկայացնում ենք ժողովրդի մեծ մասին, փոքր մասին ներկայացնում են ընդդիմությունը եւ մենք այդ ներկայացուցչական գործառույթը խլել ենք եկեղեցուց։ Եվ եկեղեցին պետքա ինչպես շատ երկրներում, որովհետև իրենք միշտ իշխանության որոշակի բաժնի կրող են եղել, պետքա փորձի վերաիմաստավորել ինքն իրեն, ինչ գործով զբաղվի։ Դեռևս Հայաստանի այս առաքելական Սուրբ եկեղեցին չի կարողացել գտնել այն գործառույթը, որով ինքը պետքա զբաղվի։ Մեր կարծիքով, իմ համոզմամբ, այդ գործառույթը հոգևորն է, այսինքն հոգևոր ծառայություն մատուցել քաղաքացիներին, հոգևոր կապ հաստատել այս կողմնային եւ այն կողմնային ուժերի միջեւ եւ հոգևոր հանգստություն բերել մարդկանց առանց քաղաքական գործունեության հավակնության, որովհետեւ սա այն երկիրը չէ, որտեղ պետք է իշխանությունների արժեվ ժողովրդին ներկայացնել, որտեղ այս երկրի իշխանությունները ներկայացնում են հայ ժողովրդին։ Եվ ձեր ասած այդ ամբողջ բանի կոնտեքստում, գաղութների, Հայաստանի եւ այլնի կոնտեքստում ես այս խնդիրն եմ տեսնում։ Իսկ թե ինչ է կատարվում հիմա, ասեցի արդեն ձեր նախորդ հարցի արձագանքը, թե ինչպիսին պետք է լինի, իսկ թե ինչ է կատարվում հիմա կատարվում է շատ խառը պատմություն իրական, որը կապված է ոչ միայն բանի հետ, այն իմ ասած խնդիրների հետ, չնայած ծագման աղբյուրը հենց այդ է։ Աղբյուրը հենց այդ է, որովհետև եկեղեցին իրեն երևակայում է որպես հայ ժողովրդի ներկայացուցիչ, ինքն իրեն անվանում է ազգընտիր։ Ես մի քանի օր առաջ լսում էի մի հոգևորականի, ով կաթողիկոսին անվանում էր ազգընտիր, ասում էր ազգընտիր կաթողիկոս է նա, բայց որ ազգն է ընտրել այդ կաթողիկոսին։ Տիկին Ղազարյան, լավ, այս գաղափարները եկեղեցու ներկայացուցիչների հետ, նույն վեհապարի հետ կարելի է քննարկել, հանդիպել համարժեք իհարկե խմբերով, այսպես ասած, եւ ներկայացնել, որ նման երևույթ կա, որպեսզի հարցը չհասներ այս կարգի վերաբերմունքներին եւ գործողություններին, որովհետեւ սա իրականում տարակուսանք է առաջացնում։ Ես պնդում եմ սա, որովհետեւ ոչ էջմիածնի կողմ դեպի մարդաշատություն է աստիճանաբար ապահովում, ոչ վարչապետի նախընտրած, որտեղ ինքն է գնում հիմա յուրաքանչյուր կիրակի, ոչ այս թևի կողմն է մարդաշատություն աստիճանաբար ապահովում։ Հիմա ոնց հասկանանք, ժողովուրդը ոչ այս կողմից է, ոչ այն կողմից է եկեղեցու հարցում։ Ես չէի շեշտը դնի մարդաշատության վրա հոգևոր ոլորտում պատարակի կամ այլ աղոթքի ժամանակ, ասենք ոնց որ մարդաշատ չի աղոթքը,
չգիտեմ, որ ասում են, եթե աղոթում եք պլյուս դրեք բան, հա, ու վազենք 2000 հատ մոկոմ։ Ես այդ դաշտից դուրս կգայի եւ ես կարծում եմ հոգեվոր ոլորտը այդ ոլորտը չի, որ մարդ հաշվենք էլի բանով, թե քանի հոգի գնաց պատարակ։ Ակնհայտ է, որ Հովանավանքի պատարակին եղել են ավելի շատ մարդիկ, քան սովորաբար լինում են պատարակների, եթե դա հա չափանիշ է։ Երկրորդ բանը, որ ֆիքսեցի ձեր հարցի մեջ, այնքան շատ հարցեր տվեցիք այդ հարցի ընթացքում, եկեղեցու վերնախավը ներկայացնող իշխանությունների կտրիչ Գարեգին Ներսիսյանի, ես արդեն խճճվել եմ, չգիտեմ այդ մարդը ոնց հետ կապված խոսակցություններ ակնհայտորեն եղել են եւ մենք գիտենք բաց աղբյուրներից, հրապարակումներից, որ եղել են հանդիպումներ իշխանության ներկայացուցիչ, ես անձամբ չեմ հանդիպել երբեք իր հետ, իշխանության որոշ ներկայացուցիչների եւ իր միջև այդ հանդիպումների մասին հրապարակումներ են եղել եւ այլն, երևի թե դա եղել է մինչեւ առնվազն մինչև պատերազմ ես մի քանի հրապարակում հիշում եմ։ Այս եղավ ներքին, չգիտեմ, արդյոք այդ խոսակցությունները եղել են, թե չէ։ Ես եկեղեցական որոշ գործիչների, սրբազանների, եպիսկոպոսների հետ խոսակցություններ ունեցեմ տարբեր թեմաներով։ Իմ ոլորտի իմ դաշտի թեմաներն են հայ եկեղեցու պատմությունը որպես թեմա, հուշարձանների պահպանությունը, մշակութային արժեքների պահպանությունը, այսպիսի թեմաներով խոսակցություններ ունեցել ենք իրար հետ։ Դե գիտեք, որ իրենք թե շատ հուշարձաններ են տնօրինում որպես սեփականություն, թե շատ մշակութային արժեքներ ունեն, որոնց իդեպ հասանելիություն չունի այս բան պետություն, կառավարություն կամ լիազոր մարմինը։ Տարբեր թեմաներով ես իրենց հետ խոսել եմ, որոշ առումներով կառուցողական է ստացել, որոշ առումներով մեր դիրքորոշումները մնացել են տարբեր, այսինքն այդ երկխոսության բացակայության բանը ես չեմ ընդունում թե կա։ Ինչ է տեղի ունեցել Հովանավանքում, սա շատ կարևոր է հասկանալը այդ քաղաքագիտական իմաստով միգուցե Հովանավանքում տեղի ունեցել նույնը ինչ տեղի էր ունենում 2018 թվականին Հայաստանի փողոցներում այն մարդով որ իրեն համարում է այդ համակարգի ղեկավարը հայտարարում է որ այս մյուս մարդը Տեր Արամը այս դեպքում չի կարող այլևս պատարակ մատուցել եւ նրա ձեռքից հաղորդություն ընդունողները ընկնել են դժոխք ես լուրջ եմ ասում սա դժոխք սպառնալիքն է նրա ձեռքից պսակն ընդունողները դժոխքնել են այս մի բանը որ ոչ կարող են գնալ ստուգել ոչ իմանալ եղավ չեղավ ասենք նես սպառնալիք է չգիտեմ այդ կրոնական տերոր է տեղի ունենում էլ այնտեղ ինչ որ մարդ կանգնել էր ես ուզում եմ այս զավեշտը բոլորս լավ պատկերացնենք մի հատ մարդ կանգնել է եկեղեցու դեմը մարդիկ են գալիս կնքվելու ամուսնանալու եւ այլն կանգնած ասում են դա ձեզ չի կարող թուղթ տալ եւ եթե դուք այդ թուղթը չունենաք երկնքում ձեր պսակը չի ճանաչվի ես հասկանամ այդ կրոնական տերորով ինչ են ուզում հասնել ու այդ մարդիկ միևնույն է ասում են ոչինչ մենք մեր Տեր Արամի մոտ ենք գնում որ ինքը համայնքում ակնհայտորեն սիրված է որտեվ եթե Տեր Արամը համայնքում սիրված չլիներ ուզում է կողքի համայնքներից 100,000 մարդ տանես դա այլևս նշանակություն չի ունենա նույնիսկ վատագույն բան մեր դեմ վատագույնս տրամադրված լրատվականներ չեն կարողացել համայնքի բնակիչներից վատ կարծիքների ռեպորտաժ պատրաստել եւ այտենց ստիպված էին եղել ցույց տալ որ այդ մարդուն իր համայնքում սիրում են բայց այդ չի հարցը այսինքն տեղի արցակվել է հրաման որը տեղի չի ունեցել չի կատարվել կատար չի հացվել մարդիկ հոգեվոր հոտը որից կազմված է եկեղեցին եկեղեցին կազմված չի միայն հոգեվորականներից գնացել են եւ հաղորդություն եթե նույնիսկ մի մարդ դա զանցեր դա նրա լեգիտիմությունը կասկածի տակ կդներ բայց տասնյակներով հարյուրներով մինչեւ հիմա էլ է շարունակում են գնալ մկրտվել ամուսնանալ բանը երևում է նաեւ Տեր Արամի էջից այսինքն այդ հաշվի չեն առնում քո արձակած հրամանը, հա, կոպիտ ասած, ինչպես 18 թվականին Սերժ Սարգսյանի արձակածը հաշվի չէին առնում։ Ինչ է դրան հետևում, ինքը որոշել է, որ կարգալույծ անել Տեր Տարոնին, Տեր Թադեին, այսպես հերթով կարգալույծ անել, վերջում եկեղեցին կարգալույծ կանի այս տեմպերով էլի, որովհետև բարձ է որ դա ոնց որ շարունակվող երևույթ է եւ ստեղ գալուց առաջ, քիչ առաջ ես Վազգեն Սրբազանի ճեպազրույցն էի լսում լրատվական միջոցներից մեկ մոտեցել էր Վազգեն Սրբազանը Բալթյան երկրների հոգևոր առաջնորդն է ով եկել էր այստեղ մասնակցելու այդ հոգևոր խորհրդի բանին նիստին եւ հարցնում էր լրագրողը ասում էր սրբապղծություն որակել Հովանավանքի բանը դեպքը խորհուրդը հոգևոր խորհուրդը Վազգեն Սրբազանը ասում էր դա պատարակ է այսինքն հրաժարվում էր կիսել այդ դիրքորոշումը կամ մի սրբազան առնվազն հա եթե բանի վերամոդելավորենք իշխանական ինչ որ բուրգի տեսքով առնվազն այդ խորհրդում կա մի հոգի ով չի համարում չի ընդունում այդ մարդու կայացրած որոշումը
որպես բան սրբապղծություն անվանումը, հա, այդ արարողությանը։ Եվ ինչ պիտի անի Վազգեն Սրբազանը, պիտի կարգալույծ անի։ Թե վտարի Նոր Զելանդիայի թեմ։ Նոր Զելանդիայի թեմի առաջնորդն է, եթե չեմ սխալվում, վտարված է, որովհետև այլ դիրքորոշում ուներ։ Հիմա բա ինչ է անելու։ Չէ, ուզում եմ հասկանամ, ինչև ուր է կարգալույծ անելու։ Պարզա որ Արշակ Սրբազանին չի կարգալույծ չի անելու եւ Նաթանին չեմ հիշում իրաց կարգավիճակները ներողություն եմ խնդրում ինքը իրան մեկ է եզրասին կարգալույծ չի ան 4-ով են մնալու եկեղեցին այ Պարզ չի որ եկեղեցին ավելի շատ կլինեն այն մարդիկ ովքեր կարգալույծ եղան քան նրանք ովքեր չեղան սա իրացիոնալ գործընթաց է իրենց կողմից անկեղծ ասած ես այն մարդկանցից եմ որը գտնում եմ որ եկեղեցին պիտի բարեփոխվի այս տարբերակով թե այլ տարբերակով, բայց պիտի բարեփոխվի եւ պիտի ժողովրդին մոտեցնի իրեն կամ ինքը մոտենա ժողովրդին, որովհետեւ ես կարծում եմ այ աղանդների բազմազանությունը եւ մեծ բազմաթվությունը, այսպես ասենք, կապված է նրա հետ, որ ժողովուրդը չի գտնում եկեղեցում իր համար պատասխաններ, իր հարցերի պատասխանները եւ շատ հեռացել է իրականում եկեղեցուց եւ սա եկեղեցու մեղքն է, որ չի կարողանում իր բնակչին, իր հոտի ներկայացուցիչին գրավել այնպես, որ այլ ուղղություններով, գուցե մոլորված ուղղություններով չգնա։ Իդեպ ես խուսափեի բոլոր այլադավաններին աղանդավոր անվանել, մանավանդ որ հիմա էլ պարզվում է Տեր Արամնա բան, ըստ եկեղեցու աղանդավոր, եւ ընդհանրապես ես կարծում եմ, որ այդ բարվիրավորական է եւ առանձին դեպքերում, առանձին կրոնական կազմակերպությունների դեպքերում պետք է հասկանալ ինչ է էլի, եթե ինքնավնասման կամ վնասարարության չտանող կազմակերպություններ են, չգիտեմ, ասենք հрьяաները իրանց կրոնն են դավանում, կաթոլիկները ավեն, տարանչականները իրանցը եւ Հայաստանում կան արևապաշտ, կրակապաշտ եզդիներ կան, քրդեր կան, մուսուլման հայեր կան, իրական, որոնք չգիտեմ հիմա Հայաստանում կան թե չէ, բայց աշխարհում հաստատ կան։ Նկատի ունեմ, որ բազմաթիվ կրոններ ունեցող մարդիկ կան եւ պետքա ես ինքս մեծ հարգանքով եմ վերաբերվում բոլոր մարդկանց կրոնական զգացմունքներին եւ ուզում եմ ասել, որ այդ լավ ոչ չի հարաբերվելու, որովհետև մի երկու օր առաջ ես մի հատ քահանայի էի լսում, էլի հարցազրույց էր տալիս, ասում էր ով հայ է նա հնարավորություն ունի ապաշխարելու։ Դուք հասկանում եք, քանի միլիարդ մարդու է ինքը դուրս դնում, բանի, եթե հնարավոր դրախտի բանից էլի, ասեք ամբողջ Չինաստանի ժողովուրդը գնալու է անգնի դժոխք, չգիտեմ, չի Հնդկաստանի ժողովուրդը, ասենք ու ընդ որում այդ խոսքի մեջ ոչ միայն իհարկե բաներն են, կաթոլիկները, ավետարանչականները, բոլոր այս տիպի քրիստոնեական բողոքականները, այլ դա քրիստոնեական այլ ճյուղերի մարդիկ են գնում միանգամից փաթեթով դժոխք էլի, էլ չեմ ասում այլ ուղություններով, այլ նաև որ հայ չի, բայց առաքելական է ինքն էլ ազրկվում այդ հնարավորություն ցույց տվում է, պետքա մի քիչ ավելի զգույշ լինենք էլի այդ ձևակերպումների ժամանակ, մանավանդ հոգեվորականներ, չգիտեմ, երբ իրանք հրապարակային խոսքի վարպետներ են, իրանք հանրային խոսքով մարդկանց կառավարելու բան ունեն, ձիրք ունեն, բնատուր կամ սովորովի, ճեմարան ձեռքբերովի, եւ ես կարծում եմ իրանք պետք է կարողանային ավելի լավ կառավարել այս գործընթացը, քան տեղի ունեն, այն ինչ որ տեղի ունեն, ուղղակի, չգիտեմ, ինձ համար շատ զարմանալի է, ես կարծում եմ, որ քահանաները, գոնե ինձ հանդիպած քահանաները ավելի լավ են հանրության հետ, մարդկանց մեծ բազմության հետ խոսել, քան այն ինչ որ ես հիմա տեսնում եմ։ Տիկին Ղազարյան, անսահմանափակ կարծես կարելի է խոսել ձեզ հետ, այսուհանդերձ ես կուզենայի մեկ այլ առիթով։ Այո, ես կուզենայի մի քանի հարցի պատասխան ունենայինք, շատ հաճախ որոշակի խավեր քննադատում են քաղաքացիական պայմանագրին եւ հատկապես իշխանության ներկայացուցիչ քաղաքացիական պայմանագրին, որ պատմական միգուցե գրականության մշակութային առումով պատասխան չի տրվում Ալիևի ադրբեջանական ընդհանրապես քարոզին, օրինակ մենք տեսնում ենք, որ Տիկին Ալիևան Վատիկանում բարեգործական գործունեություն է ծավալում, գրքեր է նվիրում Արցախի, Լեռնային Ղարաբաղի մասին, Ադրբեջանի պատմության մասին, եւ կարծես այդ գրքերը գնալու են եւ համալրելու են այն գրադարանը, որը ամբողջ աշխարհը գնահատում է, եւ սա կարծես բավականին երկարաժամկետ process-ների համար Հայաստանը կլանելու էլեմենտներից մեկն է, իսկ մենք ունենք փաստեր, որոնց մասին չենք էլ ուզում խոսենք, առավել եւս պետական մակարդակով չենք խոսում, եւ նույնիսկ պատմաբանների, հա, գրականագետների, մշակույթի մասնագետների տեսակետից սա որևէ կերպ որևէ հակազդեցության չի հանդիպում Ալիևի ադրբեջանական քարոզը։
ինչու է այդպես, դուք որպես մասնագետ չեք կարծում, որ մի փոքր ավելի շատ, եթե ոչ պետական մակարդակով, ապա գոնե թե մշակութային մակարդակով սա պիտի արվի։ Ճիշտն ասած, ես շատ զարմանում եմ այդ մտքից, որ մարդիկ վախենում են, թե մեր պատմություն կգնա միտեղ կորի, որովհետև մի բան, որ այդքան դոմինանտ է, փողն է, իսկ մի բանը, որ այդքան դոմինանտ է, ոչ միտեղ չի կարող կորել, որովհետև ինքը չափազանց շատ է, ու ասենք մեզնից կխփեն բանկ, չափազանց շատ է, չափազանց ուժեղ է, չափազանց փաստարկված է եւ այլն, էլի, բայց սա բանի առումով, էլի, այդ վախերի առումով ես չգիտեմ ոնց կարելի է վախենալ, որ Հայաստանի պատմությունը, հայոց պատմությունը միտեղ կկորի, էլի, պատմության բավեղներում։ Երկակի ստանդարտներ եւ Աշխարհի երկակի ստանդարտները բանով հիմա դրա արձագանքն եմ էլ տալիս, բայց նախորդին արձագանք ունեի ակադեմիական բանով ճանապարհներով չեն լուծում աշխարհի երկակի ստանդարտները, եթե քաղաքական երկակի ստանդարտների մասին են, այլ ճանապարհներով են լուծում եւ դա դժվար է պնդել, որ ակադեմիականության վրա հիմնված է ամեն ինչը։ Ինչ վերաբերում է ակադեմիական շրջանակներին, մենք այստեղ մի քանի խնդիր ունենք։ Նախ ուզում եմ ասել, որ կա լավ բան, եւ այդ լավ բանը Հայաստանի ունեցած հայ ժողովրդի ունեցած պատմությունը, հատկապես այդ պատմական արժեք ունեցող գրականություն, նկատում եմ պատմագրությունը, խորենացի, բուզանտ, փարպեցի, կաղանկատվածի եւ այլ միջնադարյան պատմիչներ արդեն քանի տարի է թարգմանվում եւ համալրում են աշխարհի ամենամեծ գրադարանները, որոնց պակասը կա, որովհետեւ Հայաստանի հայ ժողովրդի հետ կապված միակ աղբյուրները երբեմն ամենամեծ գրադարաններն, որ մենք նայում ենք, սրանից մի 4-5 տարի առաջ, որ գնաս հայերի մասին մի բան իմանաս, գիրք վերցած, ասենք ուսանողես հետազոտություն ես անում, որ կարդաս մեջը գրես այդ տարածաշրջանի ժողովրդի մասին, միայն ցեղասպանագիտական գրականություններ ու ամբողջ աշխարհի հայկական ցեղասպանագիտական գրականություն, ամբողջ աշխարհի գրադարանները, բայց դրան նախորդող շրջանի այդ հարուստ պատմությանը վերաբերող թեկուզ բնագրեր, հա, որ չգիտեմ, խորենացու բնագիր է ամենակարևորը երևի մեր գրքերից մնացած պատմիչների բնագրերը չկային եւ դրանք շարունակաբար թարգմանվում են արդեն քանի տարի ամենատարածվող լեզուներով նկատի ունեմ գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, այսինքն լատինական լեզուներով նախ եւ առաջ, չնայած նախորդ տարի նաեւ Չինաստանի հետ մեծ ծրագիր արեցինք, խորենացի, աբովյան եւ այլն, այսինքն այս աշխատանքը տարվում է, բայց այդ աշխատանքը ոչ մեկին հետաքրքիր չի, գիտեք, հետաքրքիր է ասել, որ վայ, չգիտեմ, Ալիևը ասեց այս ինչ բանը, չգիտեմ ով ասեց այն ինչ բանը, որը ընդհանրապես հետաքրքիր չի էլի բանի ոնց որ ակադեմիականության առումով ուրիշ բան է հետաքրքիր կան նաեւ հայագետներ, ովքեր հետազոտություններ են անում միջազգային ամսագրերի համար, միջազգային ակադեմիական շրջանակների համար, եւ նրանց թիվը քիչ է։ Պետք է խոստովանել, որ հայագիտությունը մեծապես արվում է հայերենով, մինչև այս պահը, եւ այն պահանջը, որ գիտության պետական կոմիտեն դրեց նաեւ հայագիտության վրա, որպեսզի բոլոր մասնագիտությունների վրա, բոլոր ակադեմիական գիտությունների վրա դրեց, որպեսզի արվեն միջազգային լեզուներով եւ հրապարակվեն միջազգային հեղինակավոր պարբերականներում, Սկոպուսում ընդգրկված շատ մեծ ընդվզում առաջացրեց հայագիտության շրջանակում, նկատում է պատմագիտության, գրականագիտության, լեզվաբանության եւ այլ հայկական գիտությունների, որի արդյունքում այդ բաները մեղմացվեցին, այստեղ բալանս է պետք գտնել, որովհետեւ ես նաեւ չեմ համարում, թե հայագիտություն պետք է պարտադիր լինի ուրիշ լեզվով, որովհետեւ ինձ որպես հայագետի հետաքրքիր է հայերենով հետազոտելը, հայերենով հետազոտությունները կարդալը։ Որ ուզում է ճանաչի հային։ Դե եթե դա պետք է արվի իմ հաշվին, կներեք, չէ, ես համաձայն չեմ։ Ես չգիտեմ, դուք երեք նայում եք, թե չէ բյուջեի քննարկումը, ես բողոքում էի նախարարին, ասում եմ, որ ես մի գիտնական ծովոր հետազոտել է 20-րդ դարի 50-60-ականների հայկական ինքնության փոփոխությունը թեման, խնդրեցի, որ ինձ ուղարկի հղումը անգլերենով գրված նյութեր, ասում եմ հայերեն չկա, ասում եմ չէ, հայերենը այդ բանի մեջ գիտպետկոմի չափորոշիչների մեջ չի անցկացվում, եւ ես ասեցի, խնդրում եմ նենց արեք, որ ես կարողանամ իմ երկրում իմ լեզվով մտածված նյութը իմ լեզվով կարողանամ կարդալ, որովհետեւ հիմա այն ինչ որ դուք ասում եք, ես դրա դեմ շատ մեծ ընդվզում ունեմ, որ դա պետք է արվի իմ հաշվին, ոչ դա չպետք է արվի իմ հաշվին, եւ սա իրական, սա կարա դառնա խնդիր։ Եթե մարդիկ երիտասարդ գիտնականները, երիտասարդ ուսանողները չունենան բավարար չափով հայերենով աղբյուրներ կարդալու համար, ու ես այդ խնդիրը ունեմ իմ լսարաններում։ Ես այդ խնդիրը ունեմ իմ լսարանում, մարդիկ չեն կարողանում իրանց բան մտածածը հայերենով պատմել, պատմեն անգլերենով, այսինքն բառերի մեծ մասը անգլերենով է, որովհետև իրանց կարդացած աղբյուրների մեծ մասը անգլերեն է։
Եվ հիմա չնկատել այս խնդիրը, որ կա մեր աչքի առջև եւ նկատել Ալիևայի բարեգործությունը, չպետք է այդ բալանսը խախտվի։ Ես դրան կատեգորիկ դեմ եմ եւ եթե պետք լինի, ասենք դրա համար բան կանեմ, էլի։ Դա ինձ համար չափազանց սկզբունքային բան է, որ Հայաստան մարդիկ պետք է հայերեն մտածեն ակադեմիական նյութը։ Հայերեն չմտածելը ամենաուղիղ ճանապարհն է կորցնելու հայկական ինքնությունը եւ դրանում Ալիևը մեղավոր չի լինի։ Դրանում մենք ենք մեղավոր լինելու, որովհետեւ երբ որ իմ քաղաքագիտության ֆակուլտետի ուսանողը փորձում է ինձ բացատրել, թե ինչպիսի ինտրակարգ կուզեր որ լիներ Հայաստանում ու չի կարողանում հայերեն բացատրել, խնդրում եմ որ անգլերենով ասի։ Սա է իմ խնդրեմը։ Իմ խնդրեմը ոչ Վատիկանն է, ոչ Ալիևն է, ոչ Ալիևան է։ Եվ սրա հետ է որ ես ունեմ լուրջ կոնֆլիկտ ու խնդրեմ։ Իսկ այն մնացած հարցում բոլոր ծրագրերը պետական իրենց հունով ընթանում են եւ ես կարծում եմ այդտեղ լրջագույն խնդիր չկա, մանավանդ Հայաստանի պատմություն ոչ միայն հայ ժողովրդի հետաքրքրության թեման է, այլ նաև ասենք ամեն տարի տասնյակ գիտնականներ գալիս են Մատենադարանում եւ նաև Մայրաթորի պահոցներում, արխիվներում պահված գրականությունից հազարավոր բաներ են, էջեր են կարդում եւ նյութեր գրում, ել չեմ ասում, որ հիմա Մատենադարանի համալրումը տեղի ունենում աշխարհում նախորդ թիվ համեմատած ամենաարագ տեմպերով, մենք սրանից մի ամիս երևի առաջ $200,000 տվեցինք մի գիրք, մի միջնադարյան գիրք Մատենադարանում համալրելու համար եւ դա պահուստային ֆոնդից կառավարություն տվեց, դրա վրա ընդհանրապես չի խնայվում եւ ամբողջ աշխարհը գալիս է Մատենադարան ինքն իր ինքնության մասին տեղեկություն ունենալու համար եւ ձեռի հետ էլ բնականաբար մեր ինքնության մասին է տեղեկություն ունեն։ Այդ հարուստ պատմությունը ոչ միտեղ հնարավոր չի քողարկել։ Անհնար է դա ինչ-որ կերպ քողարկել։ Մենք պետք է մտածենք այսօր ապրող ակադեմիական շրջանակն է այսօր մեծացող երեխեքի մասին, այսօրվա 18-20 տարեկան մարդկանց մասին, ովքեր այսօր մտածող մարդկանց իրանք բայց ինչ են համացանցում կարդում։ Իրանք ինչ են համացանցում կարդում։ Ես խոսում եմ ակադեմիական լեզվի։ Ես խոսում եմ ակադեմիական լեզվի մասին, համացանցում ակադեմիական լեզու չես կարդա։ Հայերենով եթե լինի ակադեմիական տեքստ, հայերենով կկարդան այդ երեխեքը։ Ես վստահ եմ, որ այն մարդիկ, ովքեր այս մասին խոսում են, իրանք այս խնդիրը մոտավորապես անգամ չեն պատկերացնում ինչի մասին է հարցը։ Մոտավորապես անգամ չեն պատկերացնում ինչա տեղի ունենում մարդկանց հետ, ովքեր հիմա 18 տարեկան են եւ սրանից հեղափոխությունից առաջ 10 տարեկան են։ Մոտավորապես անգամ չեն պատկերացնում իրենց հույզերը, մտածմունքները, կարիքները, անհրաժեշտությունները։ Եթե մենք դրա վրա ջանք չգործադրենք, այդ հարցում, այստեղ Հայաստանում այդ հարցերը կարգավորելու, մենք դրսում այդ հարցերը չենք կարգավորելու։ Մեզ պետք է որ այստեղի հայաստանցիները լինեն Հայաստանին կպած, Հայաստանի մասին մտածող, հայերենով մտածող, հայերենի մասին հոգ տանող մարդիկ։ Ոչ թե այստեղ ավարտեն, այնքան լավ համալսարաններ ավարտեն, այնքան լավ օտար լեզուներ իմանան, իրաց կարողություններով վեր կենան գնան ուրիշ երկրներում այդ երկրում այդ երկրի լեզվով այդ կարողություններով աշխատեն։ Մեզ պետք չի մատակարարել մեր կադրերին այլոց համար։ Մեզ պետք է ստեղծել այնպիսի մարդիկ, ովքեր իրենց կկարողանան իրացնել այստեղ ուրիշ ավելի լավ, ավելի ազգայնական ճանապարհ Հայաստանի համար չկա։ Տիկին Ղազարյան բրից պատասխանի սկզբունքով ՔՊ-ի թերությունները եւ ՔՊ-ի առավելությունները հիմնական։ Դա բլից չի կարող։ ՔՊ-ի առավելությունը ժողովրդավարությունն է, ես կարծում եմ, ինստիտուցիոնալ ժողովրդավարություն, ոչ թե տեղային կամ ինչ-որ մեկի ցանկությամբ, իսկ թերությունը երևի էլի շատ բազմազանություն է էլի ինչ որ բազմազանությունը ինքը առավելություն է իհարկե, բայց կարծում եմ, որ մենք դեռևս սինխրոնիզացման ճանապարհ պետք է անցնենք։ Ես շնորհակալ եմ մտածելու տեղի տվեցին ձեր խոսքերը ընդհանրապես ամբողջ հարցազրույցի ընթացքում եւ հատկապես ավարտական միտքը։ Ես հուսով եմ հեռուստադիտողները կմտածեն, կառուցողական եզրակացություններ կանեն այս ամենից, ես հիշեցնում եմ, որ մեր հյուրը ազգային ժողովի պատգամավոր քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Թակուի Ղազարյանն էր։ Այսքանը կհանդիպենք մեր հաջորդ եթերաժամից տեսություն։